There's not much to do when all I can is thinking about you. Not doing well, don't know where you are, 'cause you're not here. It's been way too long. If I could lay down beside you, I would. When nothing really matters, that's all I wanna do. I hope that you are safe and that I will see you soon. If I could lay down beside you, I would. Գնում Բորսոնան եղուներս սարքի վերջապես։ There's not much to do when all I can is thinking about you. Not doing well, don't know where you are, 'cause you're not here. It's been way too long. If I could lay down beside you, I would. When nothing really matters, that's all I wanna do. I hope that you are safe and that I will see you soon. If I could lay down beside you, I would. We talk on the phone every night. Love to hear your voice. Not sleeping well, and I know that you're right, but you should know it. You've been gone for way too long now. If I could lay down beside you, I would. When nothing really matters, that's all I wanna do. I hope that you are safe and that I will see you soon. If I could lay down beside you, I would. Even if you're gone, I won't forget you. You're all I know, what I need, and that ain't changing. And even if you're gone, I will remember. You're all I know, what I need, and that ain't changing. If I could lay down beside you, I would. When nothing really matters, that's all I wanna do. I hope that you are safe and that I will see you soon. If I could lay down beside you, I would. If I could lay down beside you, I would. When nothing really matters, that's all I wanna do. I hope that you are safe and that I will see you soon. If I could lay down beside you, I would. Անկերներ, մենակ ես կարող եմ տրոլեբուսի վարորդի հետ այնքան շատ երթևեկել, որ ընկերություն անել։ Հիմա գնում եմ աշխատանքի վայր
սուրճ դնել, սուրճ խմեմ եւ ամփոփեմ Կապանյան օրերը եւ վլոգը ավարտեմ ու տեղադրեմ, որովհետեւ երկար ժամանակ է վլոգ չեմ տեղադրում, որ արդեն անցնենք Երևանյան վլոգներին։ Սիրելի ընկերներ, որոշեցի միանալ իմ արդեն հայտնի դարձած պատշգամբից եւ ամփոփել Կապանյան օրերը եւ ավարտել վլոգը։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ մեկնաբանություններում այդքան ջերմ, այդքան սիրալիր լինելու համար։ Ուզում եմ ասել, որ բոլորիդ ուզում եմ հաճախ պատասխանել շատ երկար, այսպես բովանդակալից, բայց շատ հաճախ կարճ պատասխաններ եմ ուղարկում զուտ ժամանակի, այսպես ասած, սղության պատճառով, բայց հաճախ ուզում եմ ուղղակի պատասխանել այնպես, ինչպես որ դուք եք գրել, երկար, շատ բովանդակալից եւ այսպես ձերպես շատ ջերմ, որ դուք էլ այդ ջերմությունը զգաք, այնպես ինչպես ես եմ զգում ձեր գրած մեկնաբանությունից։ Դրա համար շատ շնորհակալ եմ, շատ adekvat լինելու համար, adekvat մեկնաբանությունների համար, իսկապես շատ ոգևորող է, շատ այսպես, չգիտեմ, տաքացնող մեկնաբանություններ է, շատ շնորհակալ եմ։ Թող ձեզ եռակին, քառակին, բումերանգի օրենքով անպայման ետ վերադառնա։ Դա այսպես։ Ինչ վերաբերվում է Կապանյան իմ օրերին, իրականում շատ քիչ է եւ շատ դժվարությամբ եմ ետ վերադարձել Երևան, որովհետեւ 4 օրը այդքան էլ հանգստի համար նպատակահարմար չէր քանակի առումով, բայց քանի որ աշխատանքներ կար այստեղ կատարելու եւ նաեւ մի քանի բանկային խնդիրներ կան, որոնք պետք է լուծեի, ներողություն, պետք է լուծեի, պետք է որ անպայման գայի ետ Երևան։ Բայց կարծում եմ օգոստոսին մի փոքր ավելի երկար կգնամ Կապան ավելի այսպես լիարժեք հանգստանալու համար, լողավազան գնալու եւ այլնի, որը ի սկզբանե որոշել էի։ Դա այդպես, կարևոր բաներ արեցի Կապանում, որոնք շատ կարևոր էին ինձ համար, այցելեցի գերեզմանատները եւ մաքրեցի մեր տները, որտեղ որ իմ ձեռքը պարտադիր էր, որովհետև բաներ կար, որոնք հաստատ ոչ ոք չէր կարող այնտեղ մաքրել կամ պետք է մաքրող կանչեին կաներ, բայց դրա ժամանակը չկար, որովհետև ես պետք է անպայման նայի, տեսնեի նորմալ չէ, այնուամենայնիվ որոշեցի ինքս անել եւ հանգիստ սրտով հետ վերադառնալ, որ այդ մարդիկ ամեն դեպքում հիվանդ են եւ պետք է մաքուր, ստերիլ պայմաններում, այսպես ասած, ապրեն։ Ինձ համար շատ կարեւոր է մաքրությունը, ինձ համար շատ կարեւոր է տան մեջ տիրող այդ մաքուր օդը, վարակույրների մաքրությունը, որ փոշի չլինի, փոշին ներս չկա եւ այլն եւ այլն։ Եվ բնականաբար նաեւ քանի որ Մեսրոպը այնտեղ էր, ինձ համար նաեւ շատ կարեւոր էր դա, որ Մեսրոպը հատակից ինչ որ բան չվերցնի, կեղտոտ չլինի, այս կողմ այն կողմ։ Կարծում եմ դա արդեն հասկանում են ինձ աղջիկները։ Կարևորագույն կետերը, այսպես ասած, արեցի, քույրերիս հետ ժամանակը շատ ջերմ անցկացրեցի, ընտանիքիս հետ, այսինքն քույրերիս, եղբորս, այսինքն իրենց երեխաների ավելի ճիշտ կլինի ասել, որովհետև արդեն բոլորս երեխաներ ունենք եւ մի փոքր ուրիշ լեվելի մեջ ենք, այսպես ասած, ու շատ ջերմ լեվելի մեջ ենք արդեն, ու իրենց հետ վայելեցինք իրենց ներկայությունը, լավ ժամանակ անցկացրեցինք շատ։ Դա այդպես։ Ինչին է ուզում անդրադառնալ։ Իմ բլոգներից մեկում, երբ որ ես խոսում եմ կոնֆետ տալու մասին երեխաներին, ճիշտ է, հիմնական մեկնաբանությունները շատ adekvat էին, շատ այսպես ասած հասկացվող մեկնաբանություններ էին, բայց մի քանիսը այդպես էլ չհասկացա, թե ինչ էին գրել եւ այդպես մազերտի չգուժգուժվել է, ինչ է այդպես արել։ Մի քանիսը չհասկացա, ես ոչ թե խոսում էի այն մասին, որ չի կարելի, որ երեխան լացում է ժամանակ տվեք կոնֆետները, ես առհասարակ էի խոսում, որ չի կարելի երեխաներին տալ կոնֆետ, երբ որ առավոտյան ժամ է, վաղ գնում են մանկապարտեզ կամ չգիտեմ X ինչ որ միտեղ եւ պետք չի առհասարակ կոնֆետ տալ առանց մայրիկների թույլտվության, միևնույն է, որ ցույց տակ երեխայի արդեն ուզելու է ավտոմատ։ Իսկ ես նստես մամայի մոտ, ահա կյանք Ուժվես ես քեզ տո։ Դա այդպես։ Մեսոպը եկավ, մոռացա ինչ էի ասում։ Մեսոպի մազերը պետք է տանենք վաղը կտրելու։ Մեսոպը իդեպ Կապանից հետո գժվել է, որ եկել է, ինչ որ կապրիզներ է իր մոտ նոր առաջացել, Կապանում այնքան եմ ջղայնացել իր վրա, որ ամբողջ Երևանյան այս ընթացքում իր վրա այդքան ջղայնացած չկամ, երևի ես իր վերջերս 3 տարեկանի
ընթացքում, հա։ Գժվել էր, կապանի օդը ազդել էր մեծ րոպի վրա։ Հա, գժվել էր դու կապանում։ Մեծ րոպե եկավ եւ մտքերս խանգարվեց։ Մոս։ Դե ասա բարև բոլորի։ Բարև բոլորի։ Մեզ էպի մազերի գույնը ու իմը։ Չգիտեմ պատմել եմ, թե չէ շղամը մեծ րոպի մանկապարտեզում առաջացել։ Ինչ։ Մեծ րոպի մանկապարտեզում առաջացել, երբ որ երեխաներից մեկի հետ խաղում էր անկողնու վրա ու հակառակ պտտվել է ու լավ է որ աչքը չի տպել։ Ինչ կյանք։ Այս ինչ է։ Սի միկրոֆոնի համար է։ Խոսա փողինն է կյանք։ Նայ թռավ ագրավը։ Հենա։ Ագրավ։ 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 Այս ժամերը այնքան եմ սիրում Երևանի, այնքան գեղեցիկ է եւ երկինքն է շատ գեղեցիկ եւ այսպես որ նայում ես ամբողջ լույսերը Երևանի վառված։ Ինչևէ ընկերներ, եկեք վլոգը այսքանով ավարտեմ։ Կարծում եմ նոր վլոգներ արդեն երբ որ տեղադրեմ, ավելի բովանդակալից կանդրադառնամ մի քանի մեկնաբանության, որ ուզում էի։ Կարծում եմ այսքանի օրը կնկարեմ դա անպայման, խոստացել եմ մեկնաբանություններում եւ անպայման կանդրադառնամ եւ իրականում մի քանի ասելիք ունեմ մեկնաբանության հետ կապված, շատ կուզեի, որ բոլորդ լսեիք։ Դրա համար դրան առանձին կանդրադառնամ եւ կտեղադրեմ վլոգ հենց մեկնաբանությանը պատասխանելու մասին։ Այնպես որ լավ եղեք, լավ մնացեք բոլորիդ, ցանկանում եմ դրական, հիշվող եւ ձեր ցանկություններին համապատասխան ամառ։ Դե ասա պակա։ Ակա։